Մարդը չի կարող իր գործերով փրկվել, հստակ է սա թե չէ։ Մարդը կարող է գործերով փրկվել, չէ։ Բայց ինչ պիտի անի մարդը։ Երբ որ դու հավատում ես, ոնց պիտի հավատքդ արտահայտես գործերով։ Երբ որ ասում ենք բարի գործեր, շատ հաճախ մարդիկ միանգամից մտածում են նյութական, ֆինանսական աջակցություն, չէ, սա չէ։ Պողոս Սարաքյալը գործ կարակում ասում է տալը լավ է, քան վերցնելը։ Բարի գործեր, սա միայն նյութական աջակցություն չէ, երբ որ դու մեկի արցունքը սրբում ես, սա էլ բարի գործ է։ Երբ որ դու մեկի կողքը հիվանդի նստում ես մի քանի ժամ, սա էլ բարի գործ է։ Բոլորը միայն փող են հասկանում, ասես բարի գործ, որոնց հետ դու բարեգործությունը գումարների մեջ է։ Դու գումարով կարող ես շատ դեղորայք գնել, բայց մարդուն կյանք չես կարող տալ։ Բայց դու կարող ես դեղ չտանել այդ մարդու կողքը մի քանի ժամ նստես, ինքը առողջանա։ Իր համար աղոթ անելով, չէ՞։ Ուրիշի համար աղոթելն էլ բարի գործ է, սիրելիներ։ Հիմա ինչու է ասում բարի գործը։ Հիմա Հակոբոս Սարաքյանն էլ ասում է հավատքը առանց գործերի մեռած է։ Այսինքն, երբ որ դու ասում ես հավատում եմ, պիտի ապրես այնպես, ինչպես Քրիստոս էր ապրում։ Քրիստոս երբեք խտրականություն չդրեց հարուստի, աղքատի, հիվանդի, առողջի, բորոտի, հակառակը, որ հրեական օրենքի համաձայն մեղք էր մեռել ինքնները, Հիսուս գնաց դիպչեց մահացածին։ Բորոտներին, երբ որ ընդունված չէր ընդունել թույլ տալ հասարակության մեջ, Քրիստոս թույլ տվեց իրեն մոտենալ։ Այսինքն ամեն բան արեց, որպեսզի մարդկանց ցույց տա սերը սահմաններ չի ճանաչ։ Երբ որ դու աղքատին գումար ես տալիս ու նրա անուն ազգանունը հարցնում ես, վերջացավ քո ողորմությունը այդտեղ։ Երբ որ դու տալիս ես ինչ-որ բան ես ակնկալում քո կյանքի մեջ, դու ճշմարտությունից հեռանում ես։ Ուրեմն դու այս ամենը անում ես ինչի համար։ Պողոս Սարաքյանն ասում է, ամեն ինչ նրանով է, ամեն ինչ նրանից է եւ ամեն ինչ նրա համար է, նրան փառք հավիտենես։ Ուրեմն մենք հանուն Հիսուսի ենք, չէ՞։ Օրինակ մարդիկ կան, որ ներման արժանի չեն, չէ՞։ Բայց մենք հանուն Հիսուսի ներում ենք իրենց։ Այսինքն Հիսուսի համար ենք ներում։ Թե չէ որ մեզ մնա չենք ներում։ Մարդիկ կան, որ իրենց ոչ մի բան չարժի տալ, բայց հանուն Հիսուսի մենք այդ մի կտոր հացը տալիս ենք, որովհետեւ Աստված պարտի տակ մնացող Աստված չէ։ Քո տված մի կտոր հացը ինքն անպայման քեզ վերադարձնում է։ Մենք հանուն Հիսուսին նաև համբերում այն նեղություններին, դժվարություններին, որտեղ գիտենք մեզ ինչ է սպասում։ Եթե դու հավատացիր, հենց այդ պայծ, որ պայն իրական դու հավատացիր Քրիստոսին, իրական հավատացյալ դարձար, դու թշնամի ունես արդեն։ Սատանան բացայ պիտի պայքարի քո դեմ։ Դա կնի քո ընկերոջ միջոցով, ծանոթի միջոցով, հարազատի, բարեկամի, գործընկերոջ, ամեն մեկի միջոցով կարող է քո դեմ պայքար, քո գործը քանդելու համար, որպեսզի դու ճշմարտությունից հեռանաս։ Մարդը չի կարող իր գործերով փրկվել, հստակ է սա թե չէ։ Մարդը կարող է գործերով փրկվել, չէ։ Բայց ինչ պիտի անի մարդը։ Երբ որ դու հավատում ես, ոնց պիտի հավատքդ արտահայտես գործերով։ Երբ որ ասում ենք բարի գործեր, շատ հաճախ մարդիկ միանգամից մտածում են նյութական, ֆինանսական աջակցություն, չէ, սա չէ։ Պողոս Սարաքյալը գործ կարակում ասում է տալը լավ է, քան վերցնելը։ Բարի գործեր, սա միայն նյութական աջակցություն չէ, երբ որ դու մեկի արցունքը սրբում ես, սա էլ բարի գործ է։ Երբ որ դու մեկի կողքը